Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանում մոտ 1 տարի առաջ մեկնարկած ֆարսը, որի անունն էր դատաքննություն, հասավ իր տրամաբանական ավարտին։ Ի սկզբանե պաշտպանության որևէ հնարավորությունից զրկված հայ ռազմագերիների համար խոշոր պատժաչափեր կարդացին։ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը Բաքվի ռեժիմի կողմից մեղադրվում էր տարբեր ծանր հանցանքների մեջ։ Ադրբեջանի ճակերտավոր դատարանն էլ մեղադրանքը ճանաչեց հիմնավոր։ Հայաստանը ունի միջպետական գանգատ, որտեղ քննարկում է շինծու դատավարությունների խախտումների հարցը, բայց դրանք առնչվել են նախորդող ժամանակահատվածի դատավարություններին։ Ունենք ներպետական քրեադատավարական ընթացակարգեր, որոնք տեղի են ունեցել միջազգային ստանդարտների խախտումներով, եւ այդ հարցերը կարելի է բարձրաձայնել միջազգային դատականատյաներով։ Արցախի հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, իսկ Արայիկ Հարությունյանը, ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը եւ նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի համար նշանակված պատիժը 20 տարվա ազատազրկումն է։ Դա պայմանավորված է նրանց 65 տարեկանը լրացած լինելու փաստով։ Ադրբեջանի իշխանությունները մեկ այլ գերեվարվածի Մադաթ Բաբայանին դատապարտել են 19 տարվա ազատազրկման։ Մենք տեսանք հունվարի 4 անձի հայրենադարձում, նրանք բոլորն էլ երկարաժամկետ ազատազրկման դատապարտվածներ են եղել։ Դա կարևոր փաստարկ է ցուցադրելու համար, որ խնդիրը եղել է քաղաքական, մնում է քաղաքական։ Այս շակերտավոր դատական վճիռներն Ադրբեջանի իշխանությունների համար մի քանի խնդիր են լուծում։ Առաջինն ունի ներադրբեջանական ներքաղաքական ենթատեքստ՝ մի կողմից խաղաղություն թմբկահարող, մյուս կողմից հայատյացության գիծն առաջ մղող Բաքվի ռեժիմը պետք է կատարեր այս քայլը։ Սա հասարակություն է, որին միավորում է բացառապես ատելությունը հայերի նկատմամբ։ Սա ուղղված էր Ադրբեջանի նաև ազգային մյուս փոքրամասնություններին, հատկապես թալիշներին եւ լեզգիներին, ապագայում նաև հայերիս, որ բոլորի ճակատագիրը ի վերջո այսպիսին է լինելու եւ որևէ մեկը չի կարողանալու այսպես կռվել ադրբեջանական իշխանության դեմ։ Այսինքն լուծել խնդիրը իրենց լեզվով ասենք սեպարատիզմը բացառելու։ Մյուս խնդիրը, որը փորձեց լուծել Ադրբեջանը դատական ֆարսի եւ այսպես կոչված դատավճիռների միջոցով միջազգային հարթակներում սեփական վարկանիշի մակարդակն է։ Ցեղասպանի պիտակից մաքրվելուն են ձգտում ցանկացած գնով։ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ցեղասպանական գործողությունների, մշակութային ցեղասպանության լեգիտիմացումը եւ լեգալացումն է, այսպիսի դատական ֆարսերի միջոցով, որը ուղղված է նաեւ միջազգային հանրությանը ցույց տալու, որ այն գործողությունները, որոնք ադրբեջանական իշխանությունները իրականացրել են, դրանք ունեն այսպես գետնի վրա ամուր հիմք։ Ադրբեջանն իր այսպես կոչված դատական ակտերի հրապարակումից հետո ըստ մասնագետների Բաքվում պահվող գերիներին կդարձնի քաղաքական առևտրի լիարժեք օբյեկտներ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան սպասվող մոտակա այցի ֆոնին այս հեռանկարն առավել հավանական է դառնում։ Ամենայն հավանականությամբ Բաքվի ռեժիմը գերիների վերադարձի դիմաց կփորձի հայկական կողմից որևէ ծանրակշիռ զիջում կորզել։ Ռուբեն Վարդանյանը կնոջ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի ընդվզող մարդը էսեից հետևյալ միտքը. ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի, այլ տարբերակ էլ չունենք, կամ կվերածնվենք, կամ կմեռնենք։ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ադրբեջանական դատարանների կողմից կայացրած ցմահ ազատազրկման որոշումները։ Նա ընդգծել է, որ դատավարությունների ընթացքում խախտվել են արդար դատաքննության երաշխիքները եւ որոշումները քաղաքական ոչ իրավական բնույթ ունեն իրականացնելով գործադիր իշխանության վրեժ խնդիր քաղաքականություն։ Սահակյանը ընդգծել է, որ դա չի բարդացնում գերիների վերադարձը ելնելով նախկին դեպքերից, սակայն նման դատական ակտերը կարող են օգտագործվել բանակցությունների ընթացքում առավել զիջումներ կորզելու նպատակով։ Սիրանուշ Սահակյանը նաև նշել է, որ դատավարությունների լուսաբանումը ուղեկցվել է հայատյացությամբ եւ ատելության սերմանող կերպարներով։ Ուստի նման գործընթացները չեն նպաստում խաղաղությանը եւ վստահության ձևավորմանը ժողովուրդների միջև։
Դուք հույսի սերմնացաններն եք այն աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն, ասել է Հռոմի Պապ Լևոն 14-րդը դիմելով Զայեդի մրցանակի դափնեկիրներ Փաշինյանին եւ Ալիևին։ Անտարբերության հեշտ ճանապարհի փոխարեն համերաշխության փշոտ ճանապարհը ընտրելով նրանք ցույց տվեցին, որ նույնիսկ ամենախորը բաժանումները կարող են բուժվել կոնկրետ գործողությունների միջոցով, նշել է Պապը։ Ռուսաստանը դեմ չի լինի Հայաստանի հետ արտաքին հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ եւ անվանել տարօրինակ Հայաստանի նկատմամբ հյուսիսից սպառնալիքների մասին հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը առևտրային գործընկերներ են եւ շահագրգռված է Ռուսաստանը Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացմամբ։ Որ կառույցն է Հայաստանում դատավորների նկատմամբ այս կամ այն տեսակի սանկցիաներ կիրառում քրեական իրավախախտումների համար բարձրագույն դատական խորհուրդը, իսկ որ կառույցն է համապատասխան միջնորդություններով դիմում ԲԴԽ-ին, որոնց հիման վրա էլ վարույթներ են հարուցում։ Արդարադատության նախարարությունը, ավելի ճիշտ հենց նախարարը, այս հանգամանքը հաշվի առնելով միջազգային կառույցները Հայաստանին հանձնարարական են ուղղել։ Հանձնարարական կա, որ արդարադատության նախարարի կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը պետք է վերացվի, որտեղ դա անհամատեղելի է դատական անկախության հետ, գործադրի ներկայացուցիչ քաղաքական գործիչը ըստ էության նախաձեռնում է վարույթ, որը դատավորի անկախության միջամտություն է։ Միջազգային նորմերն ասում են, որ դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով բարձրագույն դատական խորհրդին պետք է դիմի դատավորների ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Մեզ մոտ հենց այդպես էլ արվում է, պարզապես կառավարության ներկայացուցիչների կարծիքով այդ կառույցի աշխատանքն այնքան էլ արդյունավետ չէ։ 2024 թվականին հանձնաժողով է ներկայացվել 583 դիմում, դրանցից որպես դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում դիտարկվել է 183-ը, կարգապահական վարույթ է հարուցվել 9-ով եւ բարձրագույն դատական խորհրդի միջնորդություն է ներկայացվել միայն 2 գործով։ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 անդամից 6-ը դատավոր են, 2-ը ոչ դատավոր։ Գործադիրն էլ որոշել է մաթեմատիկայի միջոցով իրավիճակը փոխել, ոչ դատավոր անդամների թիվը ավելացնել 3-ով ընդհանուր 11 հոգանոց կազմ դարձնել։ Ենթադրվում է, որ դատավորները խոչընդոտում են իրենց գործընկերների շարքերը մաքրելու process-ին։ Հարցն էլ այն է, թե ովքեր են համալրելու հանձնաժողովի ոչ դատավոր անդամների տեղերը։ Եթե նախկինում խոսում էինք հասարակական կազմակերպությունների մասին, հիմա խոսում են ոչ առևտրային կազմակերպություն, օրինակ հիմնադրամները եւս կարող են ներառվել։ Այսինքն առաջին բանը, որ ես նկատեցի, դա ոնց որ այն կառույցների շրջանակին լայնումն է, որոնց ոչ դատավոր անդամները կարող են ներգրավվածություն ունենալ։ Դատավորների ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում եւս մի քանի փոփոխություններ են ծրագրավորվում, որոնք ըստ իրավաբանների կարող են կիրառվել անցանկալի դատավորներին ճնշումների ենթարկելու համար։ Մենք առաջարկել ենք քվորումը սահմանել հանձնաժողովի առնվազն 7 անդամի կազմով եւ վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը ընդունել առնվազն 4 հոգու ձայներով։ Այսինքն, այս կամ այն ոչ դատավոր անդամների ձայնը բավարար է լինելու դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու եւ նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ միջնորդություն ուղարկելու համար։ Եթե խիստ չափանիշներ չկան, թե որ ոչ դատավոր անձին կարող են հավակնել նման կարևոր պատասխանատու պաշտոնին, մենք կարող ենք այլ ազդեցություններ ունենալ հենց այս հանձնաժողովում։ Գործադիրը հույս ունի այսպիսով ավելացնել բարձրագույն դատական խորհուրդ դատավորների վերաբերյալ ուղարկված միջնորդությունների քանակը, որքան շատ միջնորդություն, այնքան շատ պատժված եւ ուրեմն ավելի մաքուր դատական համակարգ։ Հավանաբար սա է տրամաբանությունը։ Մյուս կողմից արդարադատության նախարարի ԲԴԽ ուղարկված միջնորդությունների վերաբերյալ վճիռները սկսել են բեկանվել մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ դարձել են գլխացավանք Հայաստանի համար։ Այսինքն սա այն դեպքն է, երբ քանակը չէ, որ կարևոր է։ Հայ եւ ռուս փրկարարները համատեղ ուժերով հանգցնում են շինությունում առաջացած հրդեհը, որը կարող է լինել ավտոտնակ, պահեստ կամ այլ օբյեկտ։ Հրդեհը առաջացրել են իրենք փրկարարները դժվար տեսանելիության բարդ պայմաններում հրդեհաշիջմանն առնչվող տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար։
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում կառուցված մարզական հրապարակում փրկարարները նախապես մշակված սխեմայով հերթով խաղարկում են իրավիճակային սցենարները։ Մարվում է վառելիքի պահեստարանում բռնկված հրդեհը, տարհանվում են բնակելի շինությունում ծխահարված քաղաքացիները, դուրս են հանվում լիցքավորման կայանում վիրավորված անձինք։ Փրկարարները փորձարկում են նոր գործիքներ եւ պրակտիկայում փորձում են համակարգել համատեղ գործողությունները։ Ռուս եւ հայ փրկարարների համատեղ աշխատանքին հետևում են Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արման Ղազարյանն ու Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների փոխնախարար Վիչիսլավ Բուտկոն։ Փորձի փոխանակումը կարևորում են երկու ստեկ։ На мой взгляд, этот полигон, он Իմ կարծիքով այս պոլիգոնն իսկապես յուրահատուկ է եւ տալիս է գործնական գիտելիքներ հրդեհաշիջման աշխատանքում։ Նաեւ ծանոթացել ենք հումանիտար օգնության պահեստարաններին, որոնք կարող են կիրառվել արտակարգ իրավիճակներում մարդկանց օգնություն ցույց տալու համար։ Ամենակարևորն արտակարգ իրավիճակների հետ կապված հնարավոր ռիսկերը կանխելն է, որքան էլ պարզունակ հնչի, քան հետագայում դրանց արձագանքելը։ Դրա համար մշակելու ենք ռիսկային իրավիճակների մոդելավորում, մոնիթորինգ ենք անելու, աշխատելու ենք ԱԹՍ սարքերի հետ եւ այլն։ Գործընկերոջ հետ մենք 3 քննարկել ենք տարբեր հարցեր եւ տեխնիկական հագեցվածության եւ կրթական մեր ծառայողների համատեղ կրթական որակը ավելի բարձրացնելու նպատակով։ Փրկարարների համատեղ զորավարժության շրջանակում նաև ցուցադրվեց արտակարգ իրավիճակներում օգտագործվող փոխադրամիջոցներն ու տեխնիկան, որը վերջերս է ձեռք բերվել։ Ենթադրվում է, որ դրանք էականորեն կարող են արագացնել ու բարելավել փրկարարների աշխատանքը։ Մյուս կողմից ծառայության տնօրենը խոստանում է, որ փրկարարների ավտոպարկում դեռ չկան օրինակ բարձրահարկերի համար նախատեսված շարժական սանդուղքներ։ Երևանում այս պահին 35 հարկանի 5 շենք է կառուցվում։ Տեխնիկայի տեսանկյունից դեռևս չկա նմանատիպ հագեցվածություն, սակայն հնարավորությունները միայն տեխնիկայով չեն, այսինքն այդ սանդուղքներով չի, որ պարտադիր պետք է հնարավորություն լինի բարձրանալ ամենավերին հարկը եւ քննարկման արդյունքում կարող են մեկ հարկ ցածր կամ մեկ հարկ բարձր համապատասխան աշխատանքներ իրականացնել։ Ծառայության տնօրենը վստահեցնում է, որ գալիք տարիներին փրկարար ծառայությունը համալրվելու է տարբեր անհրաժեշտ վարչակազմերով։ Կլինի դրանց շարքում գետ մեկ բարձր հարկեր հասնող սանդուղք, դեռևս պարզ չէ։ Փետրվարի 1-ին Արարատի մարզում ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 30-ամյա Արմանը Միցուբիշիով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։ Մեկ հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ժամանել են փրկարարության Երևանի թիվ 10-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի բարեկները։ Ի դեպ պարզվել է, որ մահացածը ավտոմրցաշարի մասնակից չի եղել, քանի որ ցուցակներում նրա անունը չկար։ Վերևից այնտեղ տեսնում եք քաղաքացիներ են կանգնած այդ հատվածից մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է կողաշրջված հայտնվել է այստեղ։ Փետրվարի 1-ին Սարալանջից դեպի Սարիթաղ տանող թիվ 57 հասցեի դիմաց բախվել են BMW-ն եւ 41-ամյա Մաշտոցի Նիսանը։ Վերջինը կողաշրջվել է հայտնվել երթևեկելի գոտում, իսկ BMW-ն բախվել է տանկարե պատնեշին։ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի եւ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ։ Փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են վիրավորներից մեկին մեքենայից դուրս բերելու համար հատուկ տեխնիկա օգտագործել։ Ժամանել էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Ճանապարհը լրիվ սառած է, մերկասառուց աղ ու ավազով կարելի ասել մշակված չի եղել։ Հետևաբար մնում է պարզել անվա դողերը ձմեռային են, թե ոչ։ Հերացի փողոցում էլ բախվել են Mazda 6-ը, Nissan-ն ու Mercedes-ը, 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։
Դարձյալ փետրվարի 1-ին մերկասառույցի պատճառով Աբովյան Արզենի ճանապարհին բախվել են Նիսսանն ու Օփելը։ 1 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Հավաքվածների խոսքով Օփելի հետևի 2 անվադողը ոչ ձմեռային են եղել։ Ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց եւ միայն ժամեր անց են ես ոչ թե եկել աղոավազով մշակել են, այլ եղանակն է երևի մի քիչ տաքացել է, դրա համար էլ մերկասառույցը դարել է ջուր։ Իսկ հունվարի 31-ին Իսակովի պողոտայում բախվել են Պորշկայենը, Բիդը եւ Օփելը, 4 հոգու օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Նախնական տեղեկություններով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց։ Կոտայքի մարզում Հրազդան քաղաքի Հայֆիդայիների փողոցում 29-ամյա Վլադիմիրը Օփելով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գողաշրջվել։ 48-ամյա ուղևորը տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Ժամանել են փրկարարության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Տակիցեսյան։ Հունվարի 31-ին Կոմիտասի պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են 29-ամյա Սմբատի Վազ 2121-ը եւ 26-ամյա Նաիրիի Մերսեդեսը։ Նիվայի հետևի 2 անվահեծանները կոտրվել են, շպրտվել, վնասելով մայթին տեղադրված առևտրի կրպակը։ 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարավանությամբ գործող ծաղկի սրահի աշխատակիցները, նաեւ օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն էլ նրանց տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի հրամանատար Գոր Արաքելյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։ Հունվարի 31-ին խոշոր հրդեհ է բռնկվել Գևորգ Էմին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պահեստային ինչ-որ տարածքում։ Ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, օպերատիվ են գործել նաև ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Սա նորակառույց է, նորակառույց շենք է, ըստ նախնական տեղեկությունների եւ ուժասներ կարծես թե լավ է, բարեբախտաբար չկան։ Ամեն պայի ընկնելու վտանգ կա։ Արմավիրի մարզում անհանգիստ վիճակ է։ Ջրարփի գյուղում 10,000 վոլտ հզորությամբ էլեկտրալար է կտրվել։ Հովվի շունն ու գյուղում հայտնված 3 շնագայլերը հոսանքահարվել են այն հատվածում, որտեղ հովիվները միշտ կենդանիներին են արածեցնում։ Ու երջանիկ պատահականությամբ է, որ հովիվները այդտեղ չեն եղել։ Մենք ենք սաղորց տեղ, մեր ապրանքներս տեղ։ Երբ նկատեցիք, որ շունը չկա, քանի օր ման եք գալի, չէ։ Օրը ման ենք գալը, այսօր ենք նկատել են ցերեկվա կողմերը։ Այսօր եկաք, հայտնաբերեցիք լարը պոկած, կտրած։ Լարը արդեն միացրել են։ Բայց հոսանքի լարը կտրած է եղել, եմ կցոնով որ կպցրել են։ Դրա հետևանքով ալը։ Հիմա ցավը կայանում է նրանում, որ նույն հաջողությամբ կենթանիների տեղը կարող է հովիվները լինեին։ Հովիվները մտահոգված են հիմա ոնց են իրենց կենդանիներին բերելու այդ հատված, վտանգավոր է առաջին հերթին հենց իրենց համար, հետո նոր կենդանիների։ Հələ հոսանք 70 աստիճանի տակ պարկած է այս ստորբեկը։ Էսի յանի ինչ դարա ապրած բարեր գոնե բերեն փոխել։ Գյուղի ժողովուրդը եւ խնդրանքով եւ պահանջով դիմում են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որպեսի շատ արագ էս խնդիրը լուծեն։ Այն որ դարն ապրած արդեն ամեն պայի ընկնելու վտանգի առաջ կանգնած այդ էլեկտրասյուները, փայտե էլեկտրասյուները, որոնք տեղադրվել են սովետական տարիներին, փոխվեն բետոնե ավելի ապահով
Էլեկտրալարերն ու էլեկտրասյուները փոխելու համար նրանք բազմիցս են դիմել, բայց գործնական քայլերը այդպես էլ չեն տեսել։ Արմավիրի մարզպետից պահանջում են օր առաջ վտանգավոր վիճակին լուծում տալ, դժբախտ պատահարներից խուսափելու համար։